2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստան տեղափոխված բնակչության շրջանում մեծ թիվ են կազմում նաև երեխաները։ Երեխաների դեպքում նրանց իրավական կարգավիճակի հարցերի հրատապությունը ել ավելի է սրվում, երեխաները խոցելի են երկակի։ Այս դեպքում բռնի տեղահանման հետևանքով պայմանավորված անորոշություններին գումարվում է նաև տարիքի բերումով պայմանավորված նրանց խոցելիությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածում ուղղակիորեն ամրագրված է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան։ Այս համատեքստում տեսանյութում կբացահայտենք երեխաների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, այսպիսով իրազեկելով մեր հայրենակիցներին կարգավորման յուրահատկությունների մասին։ Երեխայի քաղաքացիության իրավունքը միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված իրավունք է, որը բխում է հենց երեխայի լավագույն շահից։ Այս առումով օրինակ թե միջազգային իրավական կարևորագույն փաստաթղթերում եւ թե սահմանադրական դատարանի որոշումներում ուղիղ ամրագրվել է, որ երեխայի քաղաքացիությունը երեխայի ինքնության բաղադրատարերից է։ Երեխայի իրավունքների մասին 1989 թվականի կոնվենցիայի 7-րդ հոդվածի առաջին մասին համաձայն երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո եւ ծննդյան պահից ձեռք է բերում անվան եւ քաղաքացիության իրավունք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր որոշումներից մեկում անդրադառնալով երեխայի քաղաքացիության, ապաքաղաքացիության հարցերին նկատել է, որ երեխայի լավագույն շահի սկզբունքի ուժով ցանկացած մարմին, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտում պարտավոր է գնահատել եւ հաշվի առնել երեխայի լավագույն շահը որպես առաջնային նկատառում երեխայի քաղաքացիությանը վերաբերող բոլոր գործողություններում կամ որոշումներում։ Սահմանադրական դատարանը նաև նկատել է, որ երեխայի լավագույն շահի իրացման նպատակով անհրաժեշտ է բավարար երաշխիքներ սահմանել նորմատիվ իրավական ակտերում, հատկապես երեխաների ապաքաղաքացիության վտանգը չեզոքացնելու նպատակով։ Ելելով այն հանգամանքից, որ քաղաքացիությունը լինելով հիմնարար իրավունք, այլ իրավունքների իրացման նախադրյալ, անձի համար էապես նպաստավոր իրավական կարգավիճակ է, քան ապաքաղաքացիությունը։ Միջազգային իրավական տարատեսակ փաստաթղթերով հատկապես կարևորվել է երեխայի համար ոչ նպաստավոր ապաքաղաքացիության դեպքերի կանխարգելման պահանջները։ Այսպես օրինակ, ապաքաղաքացիության կրճատման մասին 1961 թվականի կոնվենցիայով կարգավորվում է նախատեսված երեխաների վերաբերյալ նպատակ ունենալով հնարավորինս կրճատել երեխաների շրջանում ապաքաղաքացիության դեպքերը։ Երեխաների շրջանում ապաքաղաքացիության դեպքերի բացառմանն են միտված նաև սահմանադրական որոշ կարգավորումներ, օրինակ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ որ յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։ Եթե սահմանադրական կարգավորումները վերաբերում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ նրանցից մեկի երեխայի քաղաքացիությանը, ապա արդեն օրենսդրական մակարդակում կան երեխաների քաղաքացիություն ձեռք բերելու այլ դեպքերին վերաբերող հստակ կարգավորումներ։ Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե ծնողների քաղաքացիություն չունեցող անձինք են, ծնողների քաղաքացիությունը անհայտ է, ծնողները այլ երկրի կամ երկրների քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային իրենց քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ, իսկ մյուսը այլ երկրի քաղաքացի, որը իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն եւս չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային։ Ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունը անհայտ է։ Ծնողներից մեկի քաղաքացիությունը անհայտ է, իսկ մյուսը այլ երկրի քաղաքացի է, որը կրկին իր երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային։ Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ մյուսը օտարերկրյա քաղաքացի, երեխան անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի քաղաքացիություն ծնողների գրավոր համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ
կամ եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է ծնողներից մեկի համաձայնությունը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխան, որի ծնողները անհայտ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ծնողներից մեկի կամ խնամակալի գտնվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել քաղաքացիության մասին օրենքին համապատասխան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եթե քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առաջին, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է ծնողներից մեկի համաձայնությունը, կամ երրորդ, եթե ծնողների կամ ծնողի համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում երեխան դառնում է քաղաքացիություն չունեցող անձ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխաները անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա։ Վերոթվարկյալ 3 դեպքում 14-ից 18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն։ Այն դեպքերում, երբ երեխայի ծնողները կունենան քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ, ապա ազգությամբ հայ երեխան Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու, այսինքն բնակության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու պահից կունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։ Տվյալ դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եթե երեխա որդեգրած ամուսներից մեկի քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը Հայաստանյան քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եթե երեխա որդեգրած ամուսներից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է երեխայի որդեգրած ամուսիններից համաձայնությունը։ Երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը։ Եվ երրորդ դեպքը երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ։ Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու, այն է, բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։ Այս դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնություն։